Բիհայնան կանացի հենց միավորող զորեղ ուժի խորհուրդն է փոխանցում, այսինքն մեջտեղում հենց կինն է իր գեղեցկությամբ ամբողջ 4 տարերքի հիմքով ստեղծված այս զարդը խորհրդանշում է կնոջ էությունը, նրա կյանքի արարման եւ ներքին հավասարակշռության գաղափարները։ Դրանց մասին արծաթե զարդերի միջոցով խոսելու միտքը Անահիտինն է, որը գործը սկսելու պահին պատկերացում անգամ չուներ ոչ զարդարվեստից, ոչ էլ բիզնեսի ու մարքեթինգի նրբություններից, սակայն հենց առաջին զարդից ամեն ինչ փոխվեց։ Սկսել եմ մի զարդից ու այդպես փորձելով մի հատ գովազդ էի միացնում, հետո մյուսն էի ավելացնում, այդպես ամեն եկած գումարը նորից գործի մեջ էի դնում, այդպես ավելացնում էի։ Այսօր նրա հավաքածուն ներառում է շուրջ 170 մոդել։ Դրան հասնելու ճանապարհին Անահիտը ստիպված է եղել փոխել մի քանի արտադրամաս, ստանալու այն որակն ու ձևը, որոնք ի սկզբանե դրված էին բիզնեսի հիմքում։ Մարդիկ ստիպված վերցնում են ինչ որ առաջարկում է։ Ու երբ որ դու անընդհատ ցույց ես տալիս, պատմում ես, մարդիկ սկսում են գնահատել ու իրար պատմելով են մեծ մասամբ գալիս։ Շատերը գալիս են, ասում են տեսել եմ, եկել եմ, պատմել են, եկել եմ ու դա արդեն հաղթանակ է։ Այս մոդելները ստանալու համար Անահիտը ուսումնասիրում է հայկական զարդարվեստը։ Նաև շատ ճամփորդում է տեսած պատկերներն ու քանդակները մոդելավորում զարդի տեսքով։ Յուրաքանչյուր աշխատանքի համար մշակում է նաև գրքույկ, որպեսզի դրա իմաստը հասկանալի լինի թե գնողին, թե նվեր ստացողին։ Շատ գրքեր եմ նայում եւ երբ որ ես ինքս ճամփորդում եմ, մի հատ նայում եմ առհասարակ կողքս ինչ կա, աշխարհում ինչ կա, գաղափարներ են անգամ առաջանում ինձ մոտ, կամ մտքիս մեջ ինչ որ բան է լինում ու հասկանում որ դա պիտի զարդ դառնա։ Փոքր քայլերով մեծ արդյունքի հասնելու ճանապարհին հաճախ մտովի վերադառնում է 2021 թվականի դժվար մեկնարկին, հիշում հուսահատության պահերն ու դրանց հաջորդած առաջին արդյունքները, որոնք դարձան իր բիզնեսի շարժիչ ուժը։ Այդ փորձությունից ծնվեցին աշխատանքներ, որոնց միջոցով նա մինչ այսօր պատմում է կյանքի, սիրո ու լույսի մասին։ Ինքը որ տեսնեք կրակից հենց դուրս է գալիս, մոխրանում է սեփական հենց կրակի մեջ ու էլի շուրջը նայեք 4 տարերքներն են ու մեջտեղում անմար կրակն է։ Այսինքն սա էլ այս հավաքածունը նվիրված են մարդկանց, ովքեր անկախ ամեն ինչից իր դժվարություններ, որ կյանքում հանդիպում են, իրենք կարողանում են ելք գտնել ու հաղթող են դուրս գալիս։ Ու հենց այս հաղթանակի կարծես թե խորհրդանիշ է լինի Փյունիկը։ Այսօր Անահիտը ժպիտով է հիշում, որ իր աղջկական մեծ երազանքներին շատերը սկզբում չէին հավատում, շատերն էլ իհարկե ոգևորում էին։ Բոլորին շնորհակալ է, իսկ կանանց խորհուրդ է տալիս ընտրել այն ուղին, որն առավելագույնս կբացահայտի նրանց ներուժը։ Երբ դու քո կյանքի գործն ես անում, դու անկախ ամեն ինչից զարթնել ես ու նորից շարունակես։ Եթե հրաժարվում են, ուրեմն դա ինչ է, ինչ որ պիտի անեին ու ամենակարևորը սիրեն այն, ինչ որ անում են, որովհետև եթե չսիրեցին, չեն շարունակելու։ Ամենաթույլ խնդրից իրենք հետ են կանգնելու, դժվարությունից հետ են կանգնելու։ Նրա զարդերի գնորդների մեծ մասը դրսում ապրող մեր հայրենակիցներն ու արտասահմանցիներն են։ Անահիտի հաջորդ մեծ նպատակը համաշխարհային շուկայում ներկայանալն է։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։